մեծ նշանակություն ունի, թե մենք ինչ կոշիկներ ենք հագնում ու ոչ թե նա թանկարժեք է կամ կաշվից է թե ոչ, այլ արդյոք համապատասխանում է մեր ունեցած ոտնաթաթի կոնֆիգուրացիային, համապատասխանում է բիոմեխանիկային։ Դա երևի հոգնելու հետ կապված կարելի հասկանալ։ Իհարկե, առաջի ցուցիչը հենց կարող է լինել հոգնածությունը։ Եթե այդ կոշիկը քեզ հոգնածնում է, ուղղակի մի հագի այդ կոշիկը, որովհետև արդեն Եթե նույնիսկ գեղեցիկ է։ Եթե նույնիսկ գեղեցիկ է, ինքը արդեն ցուցիչ է քո ցավի հետ կապված։ Շատ հաճախ մարդիկ հենց կոշիկի կոպիտ ասեմ, իրանց լեզվով ասած, մարդկանց ներկայացրած լեզվով ասած, ասում են կոշիկի ձեռը կրակն եմ ընկել, ոչ մի կոշիկ հարմար չի։ Սկսում են արդեն կոշիկները հարմարացնել ու մի հատ կոշիկ է։ Եվ ինչ է խորհուրդ տալիս այդ դեպքում։ Այդ դեպքում պետք է անպայման դիմել օրթոպեդի, կատարել սկանավորում, ոտնաթաթի լամպրոսկոպիկ զննում նախնական։ Այո։ Հետո հասկանալ, թե ինչ կարելի է առաջարկել տվյալ բուժառուին։ Եվ բոլոր կոշիկները կդառնան հարմար, բժիշկ կարծում եմ։ Միանշան։